հայտարարությունները, որ չեմ լսել կամ չեմ կարդացել, չեմ մեկնաբանում, ձեր նշած հայտարարությունները ինձ ծանոթ չեն։ Ինչ վերաբերվում է Տաշիրում արված ներդրումներին, ես կարծում եմ, որ ձեր նշած անձը Տաշիրում չի արել կառավարության արած վերջին տարիներին կառավարության արած ներդրումների նույնիսկ 10%-ը Տաշիրում եւ չէր էլ կարող անել, որովհետեւ չի կարող որևէ մեկը կառավարության համապատասխան ներդրումներ անել, մենք այնտեղ դպրոց են կառուցել, ճանապարհներ են կառուցել, սուբվենցիոն ծրագրեր են կառուցել եւ այդ ընդհանրապես տրամաբանությունը, որ ինչ որ անձ, եթե տանձինք, այսինքն Հայաստանում անձեր կան, տենց բդեշխային տրամաբանության ինչ որ տարածքներ կապում են, փորձում են կապել իրանց հետ։ Այդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են։ Այդ թվում էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ։ Ընդհանրապես դուրս եկեք այդ տրամաբանությունից, եթե Հայաստանում տենց անհատական ներդրումներով հնարավոր հարցեր լուծված լիներ, բայց կառուցում ենք արդեն չեմ էլ հիշում, քանի հազար կիլոմետր ճանապարհ են կառուցել, հələ քանդված ճանապարհներ կան, բայց որտեղից այդ ճանապարհները։ Բայց ներդրում են արել Հանրապետությունում 500 մանկապարտեզ են կառուցում։ 500 մանկապարտեզ։ Մեկը չի ասում, բայց երկիրը առանց 500 մանկապարտեզի ո՞նց է ապրել։ Բայց քան երեխա մնացել է փողոցները։ Դա հետո ինչ ազդեցություն ա ունեցել սկսած կրիմինալ վիճակից, շարունակած տնտեսական վիճակից։ Այդ մարդիկ ում բարեգործներ եք անվանում, ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին։ Այդ մարդիկ ինչքան այսպես չակերտավոր բարեգործություն է, այդ բարեգործությունը ծխածածկույթ ա եղել Հայաստանի Հանրապետությունից գողանալու համար։ Բայց որ կառավարության նիստը տեսակ, ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսով վճռաբեկ դատանի որոշմամբ արդեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունը այլևս պետական սեփականություն է եւ առաջիկայում կդառնա կամ չգիտեմ ծերերի խնամքի կենտրոն կամ որևէ այլ բան։ Այսինքն դուք ընդհանրապես այդ մարդիկ իրանց ունեցվածքով նույնիսկ չեն կարող համեմատվել այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Հարցը ավարտել եք դուք։ Ավարտել եք հարցը, ավարտեք ես կպատասխանեմ ձեր հարցը։ Ներդրումներ արել է Տաշիրում մյուս տեղում, տալու կան չկա, որ հատուկ շերտում տալու կան, ինչ որ վատ բան է, վատ քաղաք է, շատ եք սիրում դրանց է։ Ինչա՞ դուք խոսել Ավարտել եք հարցը, համոզված եք։ Հետևաբար այդ տրամաբանությունը, այսինքն ես ընդհանրապես ոչ միայն դեմ եմ, այլև թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունի, այդ տարածքը իրանց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է եւ որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է։ Հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը։ Բայց այդքան ներդրում ենք արի, այլ եմ ասում 500 մանկապարտեզ ետում համար ենք կառուցում։ Բայց այդ բարեգործները բանից սկսած, եկեղեցուց սկսած բանով կալուգացի եւ ոչ միայն կալուգացի օլիգարխներ, բայց այդքան բարեգործություն են, բայց 500 մանկապարտեզը որտեղ են կառուցում։ Բան արեք, բողոքի ակցիաներ թող անեն, մարդիկ ասեն 500 մանկապարտեզին չեք կառուցում։ Պետական բյուջեի փողերը անիմաստ ծախսում եք, 300 դպրոցին չեք կառուցում, պետական, բայց չէ որ մեր բաները հաստագլուխ եւ հաստավիս բարեգործները այսքան բարեգործություն են արել, դուք ինչի համար եք պետական միջոց, այդքան ճանապարհին չեք կառուցում, այդքան ջրագիծին չեք կառուցում, այդքան լուսավորությունին չեք կառուցում։ Բա մեր բարեգործները այսքան բարեգործություն են արել։ Թոշակներին չեք բարձրացնում, մեր բարեգործները մեզ բրինձ են բաժանում։ Այսինքն դուս եկեք այդ տրամ, ովքեր են այդ մարդիկ ընդհանրապես։ Ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ իրենց կոռուպցիոն հովանավորները չլինեին, այսօր միջին վիճակագրական, միջին խավի ներկայացուցիչ կամ կլինեին կամ չէին լինի։ Ինչ վերաբերվում է կալուգային, մարդը որտեղ գործունեություն է ծավալել եւ
իր հիմնական գոյություն ունի տնտեսության մեջ հետաքրքրությունների հիմնական կենտրոն։ Այդ մարդու հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Եվ դա հանրահայտ փաստ է։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ձեր նշած մարդը ընդհանրապես ոչ падգամավորի տեխնացուի է, ոչ վարչապետի, ինքը չի կարող լինել տեխնացու։ Չի կարող լինել տեխնացու։ Այսինքն այդ մարդը պատահական անցորդ է, որը հայտարարում է, որ ինքը ինչի տեխնացու է։ Ասենք այն մյուսները, ովքեր կենտրոնական դրական հանձնաժողովում գրանցված են որպես падգամավորի տեխնացու, իրանք վարչապետի տեխնացու կարա ցանկացած մեկը լինի, որովհետև վարչապետի տեխնացուի համար պարտադիր է падգամավորի տեխնացուին առաջադրվող վավերապայմանները։ Եթե որևէ մեկը չի կարող լինել падգամավորի տեխնացու, ինքը չի կարող լինել նաև վարչապետի տեխնացու։ Այսինքն դուք մի կողմից ասում եք, ինչի՞ եք Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս չէ, որ ինքը ասեցին ձայները չեն տալու եւ այլն եւ այլն, այդ ձեր նշած մարդը ընդհանրապես կապ չունի, ոչ վարչապետի տեխնացու է, ոչ падգամավորի, չի կարող լինել, սահմանադրությունը արգելում է այդ մարդուն լինել վարչապետի տեխնացու եւ падգամավորի տեխնացու։ Այսինքն fake news-ից պրծանք, հիմա էլ fake տեխնացուների ձեռն ենք ընկնելու։ Այդ մարդը fake է, fake տեխնացու է, fake տեխնացու։ Այսինքն ինքը հիբրիդային fake տեխնացու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ հիբրիդային fake տեխնացու են բերել Հայաստանի Հանրապետությունում բանանելու համար, օգտագործելու համար։ Չի կարող լինել։ Ուրեմն աշխարհը կեսից կիսվի, ձեր նշած անձը խորհրդանական ընտրություններից հետո առաջին նիստի օրվա դրությամբ պետք է նշանակված լինի վարչապետ։ Դուք ասացիք ձեր հարցը ավարտել եք։ Ինչքան հարց ունեք, տվեք, ես բոլորին միանգամից պատասխանեմ։ Ուղղակի այդ բաները կասում։ Այս միկրոֆոնները վերցրեք, արձագանքի քիչ կան ուզում։ Չէ, վերցրեք, մի կաշկանդրեք, վերցրեք։ Ես ձեր հարցի դուք լսում եք ես ինչ եմ ասում։ Լսում եք ինչ եմ ասում ես։ Ես հայերենով կարակ ուղիղ եթերը ուղիղ եթերից չէ, կարակ հետակ լսեք։ Ասի այն հայտարարությունները, որ ես անձամբ չեմ լսել, չեմ մեկնաբանում։ Ծանոթ չեմ ես այդ հայտարարությանը, որովհետև չգիտեմ դա այդ ձեր ասած մարդկանց հայտարարությունն է, թե ձեզ են ասել կամ ձեր հայտարարությունն է, ձեր հեղինակած հայտարարությունն է։ Ես ասում եմ այն հայտարարությունները, որ ես անձամբ չեմ կարդացել կամ չեմ լսել, չեմ մեկնաբանում, դա սկզբունք է։ Պարզ է։ Ես ձեր հարցին ֆիքսեցիք, որ պատասխանել եմ ես այդ